Արդեն 7 տարի է Տաշիրի կենտրոնում գործող ժամանակակից բոլոր հարմարություններով հագեցած մշակույթի կենտրոնը համախմբում է համայնքի տարբեր սերունդներին։ Այստեղ ընթերցասերներին միավորում է գրադարանը։ Տարեցները իրենց հանգիստն ու ժամանցն են անցկացնում հատուկ իրենց համար հարմարեցված սենյակներում։ Կազմակերպվում են համերգներ, թատերական ներկայացումներ, փառատոներ ու ցուցահանդեսներ։ Կենտրոնում գործում են նաև շախմատի ակադեմիայի դասարան, նկարչական, կար ու ձևի խմբակներ, ինչպես նաև պարի, դուդուկի և վոկալի դասարաններ։ Տաշիրի մշակույթի կենտրոնը փոխել է քաղաքը, անգամ հարակից մարզի բնակիչների կյանքը։ Ամեն ինչ սկսվեց 2019 թվականի մայիսի 25-ից։ Տաշիրցիներն այդ օրը լավ են հիշում։ Ասում են, մեր քաղաքի մշակութային կյանքի վերածննդի օրն է։ Այս օրը դառնում է պատմական։ Փոքր եւ մեծ տաշիրցին ստացավ հրաշալի նվեր վերակառուցված մշակութային օջախ Տաշիրի մշակույթի կենտրոնը։ Այն վերակառուցվեց մեր հայրենակից ազգային բարերար Կարապետյան ընտանիքի կողմից։ Լուծվեց համայնքի մշակութային բնակավարի վերջին 30 տարիների կարևորագույն խնդիրը։ 1978 թվականին կառուցված ու կիսավեր շենքի հիմնանորոգման աշխատանքները սկսվեցին 2017 թվականին։ Ազգային ժողովի նախկին падգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ շենքի վերակառուցման եւ անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար ազգային բարերար Սամվել Կարապետյանը ներդրեց շուրջ 400 միլիոն դրամ։ Տարիներ ի վեր այս շինությունը սպասում էր իր հովանավորին, իր բարերարին։ Կարապետյանները անցնող տարիներին մշտապես մեզ հայրենասիրության գործնական օրինակ հանդիսացան։ Մշակութային կենտրոնի վերակառուցումն ու գործարկումը կարևոր իրադարձություն էր մարզի համար։ Կենտրոնի բացման պաշտոնական արարողության ժամանակ Լոռու այն ժամանակվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եւ հրավիրված հյուրերը հատուկ շնորհակալություն հայտնեցին Կարապետյան ընտանիքին մարզում հերթական խոշոր ներդրման եւ բարեգործության համար։ Այս կենտրոնը հնարավորություն ունի ընդունելու 250 երեխաներ, ողջունում ենք ցանկացած ներդրում եւ պատրաստ ենք համագործակցությանը ցանկացած ներդրողի հետ։ Կարապետյանները մարզում իրականացրել են բազմաթիվ ծրագրեր, իրենց ներդրումներով ստեղծել աշխատատեղեր եւ ամեն ինչ արել մարզի մշակութային ու սոցիալ-տնտեսական զարգացման համար։